Ողջույն, Civilnet podcast-ի տաղավարում կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանն է, խոսելու ենք Ծիրանի ծառ վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնից։ Բարև ձեզ, պարոն Զաքոյան, նշեմ, որ դուք փառատոնի համահիմնադիրն եք եւ հիշեցնեմ, որ սեպտեմբերի 5-ից 12-ն է փառատոնը լինելու դեբետում։ Փառատոնը երկար ճանապարհ է անցել եւ տեղանքի վայրի առումով նույնպես Երևան, Գյումրի, Ուջան, դեբետ։ Դուք ասում եք, որ ուզում եք մշակութային կյանքն ապակենտրոնացնել, հա, Երևանում չթողնել, բայց հարց է առաջանում։ Օրինակ, Ոսկե Ծիրան փառատոնը, որը բերում է խաղարկային ֆիլմեր, արդեն իսկ հաջողության հասած խաղարկային ֆիլմեր Կաննից, Բեռլինից, Վենետիկից, Լոկարնոից եւ այլն, անգամ այդ ֆիլմերի պարագայում այնպես չէ, որ շատ մեծ հանդիսատես է ունենում ու հիմնականում իր կազմը նույնն է, էլի կինոգետներ, մեդիայի մարդիկ, ուսանողներ, արվեստի հետ առնչություն ունեցող մարդիկ։ Վավերագրական կինոյի պարագայում Երևանից դուրս մի քանի անգամ մակլի հավակնոտ, չէ՞։ Շատ կարևոր հարց է, ոչ միայն նրա համար, որ վավերագրական կինոն շատ կարևոր երևույթ է եւ պիտի որ հանդիսատես ունենա, այն նրա համար, որ եթե հանդիսատեսը չի գնում վավերագրական ֆիլմ նայելու, ուրեմն նա խաղարկային կինոն այսպես ասեմ, կարդալու, ճակերտներով կարդալու ունակություն չունի։ Այսինքն նա կինո չի նայում, նա պատմություն է, նա նայում է ժամանց աչքերով, բայց տեսնում է բառերով։ Հասկանում եք։ Վավերագրական կինոն ուղնուցուցն է կինոյի։ Որոշ ֆիլմեր մոդայիկ են եղել, միլիոնավոր հանդիսատեսներ են հավաքել, բայց 10 տարի հետո մոռացվում են, ոչ եւ հետաքրքիր չէ այսօր որ նայեք, բնավ այդ հին ֆիլմերից մատների վրա կարելի է հաշվել, որ իրոք մեծ բարձր արվեստով արված են եւ ժամկետի բան չունեն, սրոկ գոտնստի չունեն։ Իսկ վավերագրական ֆիլմը ինչքան հնանում է, այնքան հետաքրքիր է դառնում, որտեղ մենք տեսնում ենք այն, ինչ որ իրականում եղել է։ Այնուամենայնիվ հարցը մնում է արդիական, եթե անգամ գրավիչ ոչ մեծ կինոսերների համար, ոչ հատուկ հատվածի համար, այլ ընդհանուր մարդկանց համար գրավիչ կինոն, խաղարկային գեղարվեստական, էլի խնդիր ունի հանդիսատես հավաքելու։ Դուք չունեք այդ խնդիրը, օրինակ Ուջանում կամ դեբետում մարդկանց հրավիրելու վավերագրական ֆիլմ նայելու, ինչը ավելի դժվար եւ երևի ավելի շատ աշխատանք է մտավոր պահանջում։ Իհարկե ունենք։ Այս առաջի հարցին պատասխանելուց ես ուզում էի, չգիտեմ, միտքս հասավ թե չէ, որ սա ընդհանուր կինոյի խնդրեմ է, ոչ թե վավերագրական բան, դուք էլ շատ ճիշտ լրացրեցիք։ Իհարկե ունենք եւ մենք սկսում էինք այսպես ռոմանտիկ պատկերացումով, որ կարանք գնանք գյուղի ժողովրդին, այսպես ասած, կրթել, թող չնեղանան, որտեվ անկիրթ են, իսկ անկիրթ են ինչի, որտեվ կինո չեն նայում, չեն հասկանում։ Իրանց պետքա ժամանցի պատմություն, փուչիկ, որ 5 րոպեի, որ այսինքն ոչ մի դաստիարակչական, ոչ մի հոգևոր զարգացման ֆունկցիա չի կատարում այդ կինոն։ Պոպկորն կուտեն, կնայեն, ժամանակ կանցնի։ Բայց դրանով հանդերձ դուք թիրախավորել է վատ բառ, դրանով հանդերձ ուշադրությունը կենտրոնացել եք հենց այն հատվածի վրա, որը ըզդես չի սիրում կինո, չի նայում։ Հա, հիմա այդ եմ ասում, որ ռոմանտիկ տենց բաներով եկանք գյուղ, բայց շատ շուտ համոզվեցինք եւ հիասթափվեցինք, որ դա այդպես չի աշխատում, Եվ դրա համար մեր բանը շեղեցինք մի այլ կողմ փառատոնի շրջանակներում կինոդպրոցներ։ Այս վերջի փառատոնին արդեն 2 կինոդպրոց էր աշխատում, մեկը գյուղի երեխաների համար, բարձր դասարանի աշակերտների, երկրորդը ուսանողների կամ սկսնակ ռեժիսորների համար։ Մաստեր կլասներ էր եւ
երկուսը նույն նպատակը ունեն, բայց առաջինը ավելի կարևոր է, որտեվ այստեղ ոչ թե երեխաներին սովորացնում ենք կամ դրդում ենք կինո գործիչ դառնալ, այլ երբ որ մարդ ինքն իր ձեռքը կամերան բռնում է եւ ինքը նկարում է, ինքը կարողանում է արդեն ճիշտ կարդալ, ճիշտ ընկալել ուրիշի ստեղծածը։ Բացի այդ երեխաներից, այսինքն գրել կարդալ ենք սովորացնում։ Հասկանալի է, բացի երեխաներից, լսարան հանդիսատես վերջի հավաքում եք, կարողանում եք հավաքել։ Հավաքում ենք, բայց իհարկե դժգոհ ենք քանակից, որտեվ հիմնականում գյուղի ժողովրդին դա չի հետաքրքրում։ Լավ, մի ուրիշ հարց տամ, ցենց կտրուկ կլինի մի քիչ անցումը, դրան կարող ենք վերադառնալ հետո։ Ուզում եմ վավերագրական կինոյի նյութի թեմայի մասին խոսենք։ Տպավորություն չկա, որ քանի դեռ կա ռուս-ուկրաինական պատերազմ, քանի այս տարածաշրջանում կար Արցախյան պատերազմն իր հետևանքներով, եւ քանի կա Մերձավոր Արևելք, որտեղ միշտ արյունահեղություն է, այդ կոնֆլիկտային գոտիները քանի դեռ գոյություն ունեն, ռեժիսորների համար թեմա ընտրելը մի քանի անգամ ավելի հեշտանում է։ Կա այդ խնդիրը, թե չկա, օրիգինալ թեմա, օրիգինալ պատմություն գտնելը ավելի բարդ է դառնում, եւ արդյոք պատերազմը եւ պատերազմները չեն հեշտացնում այստեղ վավերագրողի գործը։ Այստեղ դոկումենտալ կինո ասելով պետքա որտեղ ձեր հարցի մեջ երկու տեսակ կինո կա, երկու խնդրեմ կա։ Առաջինը, որ ես զարմանում եմ, չեմ հասկանում, ոնց կարող է կառավարությունը չունենա քրոնիկալ ստուդիա։ Հիմա մեզ մոտ մասնավոր են, այդ դոկումենտալ որ ասում ենք, դա ով է, անհատներ են, առանձին մարդիկ են, ով փող կգտնի, կգնա կնկարի, ով ու դե փող գտնելն էլ ոնց է, կոնյունկտուրա կա, ինչի մասին նկարել, հա։ Այսինքն կան դրամաշնորհեր հենց այդ թեմաների համար։ Ու այդ ջահելները sense նայում են, որ դրամաշնորհը ինչի համար է, բան ըստ այդ թեմաների գնում են, սա տուպիկա ազգի զարգացման, երկրի զարգացման իմաստով։ Իսկ թեմաները իմ հարցի թեմաներն էին, պատերազմ, քաղաքական պատերազմի թեմաները, ինչքան ֆիլմ են արել ադրբեջանցի ու բան հայ, որ ինչ որ հանդիպել են, բան sense սրտաճմլիկ բաներ, պատվիրած ֆիլմեր են բոլորը։ Ոչ թե sense ազատ պոետական վավերագրական կինո, այլ կինո քրոնիկա, որ ինչ պատահում է երկրում, պիտի այդ կազմակերպությունը կամերան վերցնի, գնա ու ֆիքսի։ Նախ ամեն մեկը իր ուղղությունը ունի, իր գաղափարախոսությունը ունի, երկրորդը պահպանման բանին ոչ մի վստահություն չկա, սեփական բան է, կուզի կպահի, կուզի չի, բայց պարտադիր նկարելու եւ պարտադիր պահելու պահանջ կա, չգիտեմ։ Դե հիմա նկատի ունեք պատերազմի պայմաններում, բոլոր մենակ պատերազմ սուբյեկտիվ այդտեղ շատ հնարավորություն էլ չկա սուբյեկտիվ լինելու, եթե պատերազմի մասին է խոսքը, հիմնականում նույնն են անում լրագրողները, այսինքն ինչ որ նարատիվ չեն մտածում դրանով գնում, իրոք փաստացի չոր վավերագրություն է։ Բայց դուք համաձայն չեք դրա հետ։ Չգիտեմ, օրինակ, երբ որ Սովետ միության ժամանակ կար բոլոր ստուդիաները ունեին կինո քրոնիկայի բաժին, այդ նյութերը միջև այսօր կա եւ դրանք հավաստի նյութեր են, անկախ արդեն այդ պրոպագանդիստական բանից, հասկանում ես, դա տարիների ընթացքում կորում է, բայց փաստը մնում է։ Բայց այնուամենայնիվ այդ միտումը կա, որ երկար ժամանակ չեն ծախսում մտածելու համար, թե ինչ պատմություն պատմել ու պատերազմի եւ այսպես աղետների բազմազանությունից օգտվում է նաև ռեժիսորը։ Պայթյունները, պատերազմները, միգրացիաները, էթնիկ զտումները այնքան բազմազան են, այնքան շատ են, որ ռեժիսորը կարծես թե շատ մտածելու բան չունի, թե ինչպես թեման ընտրի, այսինքն ինչի մասին անի իր ֆիլմը։ Դոկումենտալիստի գործը չի հեշտանում։ Ինչքան ես նման թեմաներով ֆիլմ եմ տեսել, վատն են եղել։ Վատն են եղել, որտեվ ոչ թե քո հասկանում ես, քիչ է տեսնելը, դու պետք է կարողանաս քո տեսածը adekvat ձևով փոխանցես։ Սա է արվեստի հիմնական գործառույթը։
Սրա հետ անմիջական կապ ունեցող մի հարց ունեմ։ Ֆիլմեր կան հատկապես Արցախյան պատերազմից հետո նկարահանված վավերագրական ֆիլմեր կամ արտադրված, երբ մարդը պատմում է իր անհատական ողբերգության մասին, երբ դոկումենտալ ֆիլմը մարդու անձնական ողբերգության մասին է, երբեմն լսարանը եւ նույնիսկ կինոքննադատներն ու կինոգետները այդքան էլ բծախնդիր չեն այդ ֆիլմը քննարկելիս, այսինքն եթե կա հարգանք եւ ապրումակցում այս մարդու հանդեպ, ով անցել է այս պատմության միջոցով, ավտոմատ այդ ապրումակցումը եւ հարգանքը սկսում է վերաբերել նաեւ ֆիլմին, այսինքն չենք կարողանում քննարկել։ Դա ավտոմատ չի փոխանցվում։ Դե չենք քննարկում, այսինքն նկատի ունեմ ֆիլմ նայողը չի դնում քննարկում այս ֆիլմի որ դրվագներ լավ, որը չէ, որովհետև դա մի անձնական ողբերգության մասին է ու որևէ քննադատություն ֆիլմի մասին կարող է ընկալվել որպես հարգանքի բացակայություն ռեժիսորի նկատմամբ։ Հա, բայց ռեժիսորը պետք է հասկանա, որ եթե նա հանրային մարդ է դառնում, հանրայնացնում է իր ցավերը, ինքը պետք է ուրեմն ինքը պետք է այդ դաշտից դուրս գա անհատական։ Այսինքն եթե ֆիլմը ես քննադատում եմ, նա եթե վիրավորվում է, ինչ ասեմ, իրավունք չունի։ Սա արվեստից դուրս խոսակցություն է, հասկանանք, սա արվեստի մեջ չի տեղավորվում։ Հա, կա դա։ Հա, համաձայն համաձայն եմ, իհարկե։ Լավ, խոսած չի լինի, չխոսած չի լինի։ Այս վարիանտն է։ Ֆիլմը նաև դոկումենտալ ֆիլմը սահմանակցում է նաև լրագրության հետ եւ ըստ վերջին տարիների միայն մեր երկրում եղած աղետները ցույց են տալիս, որ 2 ձեռք եւ 1 iPhone ունեցող մարդը ռմբապաստարանում, ինչ որ պաշտպանական ենթակառուցվածքներում կամ, չգիտեմ, փախստականների ճամբարում մարդ մեդիայի դեր է կատարում։ Դոկումենտ չի ստեղծում, դա դոկումենտ չի։ Դա գերոտիպ չի։ Որտեւ երբ որ ես նայում եմ վիզիրի մեջ կադր եմ ընտրում, ինչ եմ անում, որ կադրը ընտրում եմ, արդեն աղավաղում եմ իրականությունը։ Հորինումի տարեք ավելացնում։ Ես ընդհանուր կոնտեքստից հանում եմ իմ տեքստը, այն ինչ որ ինձ պետք է։ Այսինքն կոպիտ ասած ստում եմ, բայց չեմ ստու որպես վավերագրող կամ որպես լրագրող ստում եմ, բայց որպես արվեստագետ չեմ ստում, որտեղ արվեստագետի ֆունկցիան ոչ թե ֆիքսելն է, այլ արտահայտվելն է։ Այս իմ տեսածը պիտի դառնա ձեզ հետաքրքիր։ Լավ, խոսելով, չշեղվելով ավելի ճիշտ լրագրության ու դոկումենտալ կինոյի թեմայից, ինչ եք կարծում։ Կա նման խնդիր, որ լրագրողները օրինակ երկար հետազոտական աշխատանքներ են անում, նկարում են ռեպորտաժ մի քանի օպերատորով, ավելի լավ կամերաներով, ու դա հետո կոչվում է ֆիլմ։ Այս խնդիրը կա, դոկումենտալիստները չեն զայրանում սրանից։ Ֆիլմ կարան ասեն, որտեղ ֆիլմ ամեն ինչ նկարած է ժապավենի վրա կամ հիմա ինչի վրա ենք ասում, նկարած է, դա ֆիլմ է։ Նյութը, որը ցույց է տալիս ռեժիսորը եւ այդ նյութը օրինակ նրա մասին է, որ մարդիկ սովամահ են լինում, նրա մասին է, որ մարդկանց կենսական իրավունքները խախտվում են, երբեմն այս ազնիվ մղումը, ինչ որ թաքցրած քողարկած վատ բանը աշխարհին ցույց տալու մղումը քաղաքականացվել չէ, չի դառնում արդեն լրագրողի փնտրտուք, լրագրողի աշխատանք, օրինակ այստեղ բլոկադա է, երեխաները սոված են, հաց չկա, կոչ ես անում ամբողջ աշխարհին, որ տես իմ երկրում ինչ է կատարվում։ Ու այդ տենդի մեջ չի կորում երբեմն արվեստագետը, ռեժիսորը որպես արվեստի մարդ։ Ինչ որ պահից չի դառնում պարզապես լրագրող, որը ուզում է ասել, որ կա այս խնդիրը, դարձրեք ձեր ուշադրությունը, բերեք ձեր ուշադրությունը սրան։ Ես ինչ եմ ուզում ասեմ, կարա լինի, կարա դառնա, բայց նույն ձևով կարա եւ չկարա կողքի քարը նկարի եւ ավելի հետաքրքիր լինի։ Հասկանում եք։ Օրինակ ավելի հետաքրքիր լինի որպես արվեստի նյութ, բայց ոչ ավելի կարևոր Իսկ որն է կարևոր։ Կարևորը հենց արվեստի նյութ լինելն է, որտեղ արվեստի նյութին ոչ թե ծանոթ, այլ մեջը լինող մարդը պատերազմ չի անում։
Արվեստի համար քարը կարող է լինել ավելի կարևոր, բայց նկատի ունեմ մարդու համար անձնական կյանքերը, անձնական ողբերգությունները բնականաբար ավելի կարևոր են, չէ՞, քան այդ պահին տեղի ունեցողը։ Դե դա կյանքի ողբերգությունն է։ Նկատի Բայց ունեմ այդ կյանքի ողբերգությունը դու կարաս նկարես, բայց դա իմ վրա չազդի, որտեվ վատ ես նկար, որտեվ չես հասկանում ինչ է արվեստը։ Հավասարակշռությունը պահելու մասին եմ ասում։ Երբեմն ռեժիսորները չեն մոռանում, որ իրենք ռեժիսոր են ու դառնում են լրագրող։ Ոչ թե երբեմն, այդ շատ հաճախ։ Ոչ թե շատ հաճախ, այդ Եվ դա լավ է թե վատ։ Օրինակ Փելեշյանի բանը տարվա եղանակները ինչի մասին է։ Հա, այն բանը չի, որ մարդու համար առանցքային թեմա, անհատական աղետ կամ ողբերգություն չի, արվեստի համար, հա, արվեստի համար կարևոր է։ Ինչ է նշանակում արվեստի համար։ Մարդու համար։ Դա մարդու համար է արվում, որտեվ մարդը, որը այդ ֆիլմը նայում է, մինիմում մի աստիճան բարձրանում է, մի աստիճան մարդ է դառնում։ Հենց այդ ազդեցությունն է կարևոր, ոչ թե ասես, որ այս վատ այդ պետք է ասել, բայց դա լրագրողի գործ է, թողանել։ Դա եմ ասում, երբեմն ռեժիսորը անկախ իրենից չի դառնում լրագրող իր բոլոր գործառույթներով ու արվեստից անցում կատարում։ Դառնում է հիմնականում մեր դոկումենտալիստները այդ ձևի լրագրողներ են, այո, դառնում է, եւ դա բալաստ է, պետք չգնա, ավելի լավ լրագրող դառնի։ Փառատոնից ինչ սպասենք, ինչ նորություն կա, ինչ անուններ կան, Փառատոնից նորություն չկա, ինչպես միշտ փողը քիչ է, ինչպես միշտ փողը շատ քիչ է։ Հյուրերին գյուղացիների Արդեն ոչ, արդեն հյուրանոցում ենք պահում, որտեղ ավելի վատ, այսինքն որտեղ հա, չէ, այս դեբետում լավ բարեկամ մեր բանի անդամը դառի արդեն փառատոնի եւ շատ մեծ զեղչերով համարյա անվճար այդ մի շաբաթը ուրեմն ինքը տեղը շատ գեղեցիկ տրամադրում է եւ այդ հարցը տենց լուծում ենք, բայց հարցեր կան, որ չեն կարողանում օրինակ այդ դպրոցների համար մենք արդեն որ տարին է արտասահմանից ենք հրավիրում, ինքներս չենք վարում այդ դասեր, օրինակ երեխաների հետ դեբետում իտալացի ռեժիսոր կին է, որը շատ լավ ռեժիսոր, շատ լավ երեխեքի հետ հավեսով աշխատում է, մյուս բանը մեծերի հետ էլի բանի բուլղարացի շատ բարձր կարգի կատեգորիայի դոկումենտալիստ է, իրան են հրավիրում, կարանք ավելի ընդլայնվել, բայց ֆինանսների պատճառով եւ ընդհանրապես իմ երազանքը այն է, որ ամբողջ Հայաստանով մեկ այդ բանը դպրոցների հետ այդ աշխատանքը, այդ կինո դպրոցների դու պատկեր մեծ բան է, որտեվ հիմա մենք անցնում ենք աուդիովիզուալ մտածողության, ուզենք, չուզենք, որ ասում են երեխեքը չեն կարդում, չեն կարդում, այդ նրա համար չի, որ վատ երեխա են կամ վատ են, ժամանակը տենց է հոսում, պետք է անցնեն ուրիշ մտածողության, ոչ եւ կինոն եւ ընդհանրապես կինոից ծնված սաղ այդ վիդեո բաները այսօր ինձ թվում է մեր ինֆորմացիոն բանի 99%-ն է զբաղեցնում, չէ՞։ Եվ այդ պարագայում սովորել կարդալ այդ լեզուն մեծ բան է։ Այդ աշխատարանները լինելու են հենց 5-ից 12-ը ամբողջ ընթացքում փառատոնի։ Այո, չէ, մի բան էլ շուտ ենք սկսում, 2 շաբաթ շուտ ենք սկսում։ Եվ վերջում, փառատոնի վերջում այդ երեխեքի արած ֆիլմերը ցույց ենք տալի, այս էլ բանի կինոյի պրոպագանդայի ձև է, էլի, ծնողներն են գալի, պապիկները, տատիկները, բաները։ Հետո նկարում են, ինչ են նկարում, իրանց գյուղն են նկարում, այդ մարդիկ են գալիս նայում, սա բան անում, իրանց համար հարազատ դաշտ ենք ստեղծում։ Փառատոնին դա լինելու է ավարտին, ցուցադրվելու է։ Հա։ Այդ շատ կարևոր է, ես համարում եմ դա մեր փառատոնի ամենակարևոր մասը եւ նաեւ
Այդ որ հանդիսատես ասացի վրա ասում եմ բան եղանք, հիասթափվեցինք, ավելի շատ կարևորում եմ մեր հյուրերի, ռեժիսորների եւ տեղի կինո գործիչների հանդիպումները, շփումները, այս երկու բանը։ Շատ լավ, հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ից 12-ը դեբետում է լինելու իմիջիայլոց վավերագրական ֆիլմերի միակ կինոփառատոնը Հայաստանում, չէ՞, ճիշտ եմ ասում, այո։ Ծիրանի ծառ վավերագրական ֆիլմերի կինոփառատոնը սեպտեմբերի 5-ից 12-ը դեբետում կլինեն նաև աշխատարաններ, իսկ մենք կհանդիպենք արդեն այնտեղ։ Շնորհակալություն, տաղավարում Գարեգին Զաքոյանն էր։